Բարև ձեզ սիրելի երևանցիներ, ցանկություն ունեմ շատ կարճ անդրադառնալ ուրեմն ծառայատումների հետ կապված դատարան մեր ուրեմն հայցադիմումի վճռին, համաձայն որի շմակ փորձաքննություն հազարավոր ծառերի հատման պարագայում, երբ որ դա իրականացնում է քաղաքապետարանը, փորձաքննության կարիք չկա։ Անհասկանալի պատճառով ուրեմն մայիսի 3-ին 2023 թվականին երբ որ միջև այդ արդեն Մոսկովյան, Ուլնեցի եւ Սայաթնովա փողոցներում զանգվածային ծառահատումներ են իրականացվել, փոխվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա գնահատականի մասին փորձաքննության ուրեմն մասին օրենքը, եւ որ օրենքից հանվում է ուրեմն պարտավորությունը իրականացնել այդ ուրեմն փորձաքննությունը եւ հետ այսու քաղաքապետարանը եւ թե ցանկությունն կարող է ուղղակի բոլոր ծառերը հեռացնել, քանի որ որևիցե անդրադարձ ուրեմն շրջակա միջավայրի վրա եւ բնակչության նաեւ առողջության վրա փաստացի նման տիպի գործողությունները չունեն։ Ես չեմ հասկանում ինչ պատահեց, որ 2023 թվականի մայիսին այս ուրեմն փոփոխությունները օրենքում ի հայտ եկան։ Միգուցե սա պայմանավորված էր ծրագրի հետ, որ իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն 3 տարի շարունակ, չեմ կարող ասել, չեմ կարող ոչինչ պնդել եւ չեմ էլ կարող ոչինչ հերքել, ուղղակի ձեզ տեղեկացնում եմ, բայց նաեւ կրկին անգամ ասում եմ, որ այդ 3 փողոցներում, երբ որ իրականացրեցին ծառահատումները, դա հին օրենքներ գործում եւ ուղղակի պարտավոր էին իրականացնել փորձաքննություն եւ փորձաքննության տվյալներից հետո նոր իրականացնեին ծառահատումները։ Նաեւ միշտ ասել եմ, որ 2 տարի անընդմեջ ծառահատումներ էին իրականացնում առանց գործիքային հետազոտության, հազարավոր ծառեր էին հատում եւ ուղղակի հաճկաչափով նայում էին, ասում էին, որ այս ծառերը պետք է հատել, որովհետեւ ծառերը խնդիր ունեն։ Եվ տասնյակ տարիներ մենք հիմա մնալու ենք առանց կանաչ կմախքի, որովհետեւ փողոցների ծառերը դա այգիներում արկա ծառեր չեն։ Դրանք կանաչ կմախքի անսասան բաղադրիչն են եւ Երևան քաղաքի եւ ցանկացած քաղաքի համար օդափոխության միջանցքները, որոնք նաեւ ապահովում են մեր տարածաշրջանում, շոկ քաղաք ենք մենք ջերմային ալիքներից, արևի ճառագայթներից, ջերմային ստրեսից բնակչության պաշտպանությունը։ Շատ շնորհակալ եմ, ուղղակի ուզեցի շատ կարճ, նաև այսպես տեսաուղերձով ձեզ դիմել, Facebook-յան էջին հանրայնացրել եմ եւ դատարանի վճիռը, եւ նամակագրությունը նախարարի եւ իմ ելույթը դատարանի դահլիճում։ Շնորհակալ եմ շատ։